Օրեր առաջ Արմավիրի մեր գրասենյակում տեղի ունեցավ ճանաչողական կամավորների հետ հանդիպում։ Նշված երիտասարդները կամավորագրվել էին, որպեսզի ըստ հայտարարության միանան մեզ, գործունեություն ծավալեն եւ իրականացնեն կամավորական աշխատանքներ։ Մենք հանդիպան հետ կապված հրապարակեցինք լուսանկարներ, իսկ լուսանկարների հրապարակումից հետո տեղի ունեցավ այն, ինչը որ կոչվում է ժողովրդավարության հիմքերը խարխլել։ Նրանց լուսանկարները տարածքային կառավարման եւ տեղական մարմինների միջոցով ուղարկվեց նրանց ուսման վայրեր, ծնողների աշխատանքի վայրեր եւ բարեկամների ընտանիք մտնելով, բարեկամների միջոցով, ընտանիքների անդամների միջոցով ճնշումների արդյունքում նրանց փորձում են վախեցնել, որպեսզի այլևս անձնավորված որևէ կապ չունենան մեզ հետ, ովքեր որ նախաձեռնել են միասնության թևեր քաղաքական նախաձեռնության գործունեությունը հենց Արմավիրի մարզում եւ իհարկե չմասնակցեն մեր նախաձեռնություններին եւ քաղաքական գործընթացներին։ Սա ինքնին խոսում է, որ իշխանությունը վախեցած է երիտասարդներից, ովքեր մտածում են, հասկանում են, գիտակցում են իրավիճակը եւ փորձում են իրականացնել փոփոխություններ։ Նրանք փորձում են ձևավորել վախի մթնոլորտ, սակայն մենք այստեղ ենք ասելու, որ դա նրանց մոտ չի ստացվելու։ Երիտասարդներից մեկը նշեց, որ չի կարողանալու մասնակցել հետագա միջոցառումներին, մեր կողմից շատ պարզ հարց հնչեց պատճառը որն է։ Նա նշեց, որ իր ուսումնական վայրից իր ծնողի հետ են կապվել, ով ուսուցիչ է, նշել են, որ այնպես մի արեք, որ այլ քայլերի դիմենք, որը կարող է նշանակել հենց նաև աշխատանքից հեռացում եւ այլն, եւ ձեր երեխային արգելեք, որպեսզի նա մասնակցի քաղաքական գործընթացներին, իդեմս միասնության թվեր քաղաքական նախաձեռնության աշխատանքներին։ Մեկ այլ երիտասարդի ծնողի հետ էին կապվել, ով պետական մարմնում էր աշխատում եւ հորդորել էին, շատ խիստ հորդորել էին, որպեսզի իր երեխային թույլ չտա հետագա ակտիվություն եւ մնացած ամեն ինչը։ Մյուսներին ուղղակի ուսումնական վայրի տնօրենը առանձին էր հանդիպել կոնկրետ երիտասարդին, անուն ազգանուն էր հարցրել, նկարներ նայել, որը իր մոտ արդեն կար, այսինքն իշխող խմբակից տվել էին արդեն այդ նկարը, հարցրել էր անուն ազգանունը, ճշտել էր ինֆորմացիան, որտեղ է բնակվում, ծնողները ովքեր են, ինչով են զբաղվում եւ այլն։ Ու ես վստահ եմ, որ նաև մյուս երիտասարդների հետ կապված փորձում են գտնել ինֆորմացիա ընտանիք մտնելու եւ բարեկամների, ծանոթների, աշխատանքի վայրի միջոցով ճնշելու, որպեսզի երիտասարդներն ուղղակիորեն չմասնակցեն մեր գործունեությանը։